Մենք գիտենք աշխարհի հետ ընկերությունը ինչի է հանգեցնում։ Տեսեք, Հայր մերը մենք աղոթում ենք, չէ՞, Հայր մեր, որ երկնքումն ես, քո անունդ սուրբ լինի, քո արքայությունդ գա, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Չեք նկատել այս խոսքը մեր դեմ սկսում է հակառակ process ստանալ։ Հենց այս երկու բառի վրա, որ քո կամքը ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա։ Ինչի պատճառով, որովհետև եթե մեր կամքը երկնքի կամքի հետ չի համապատասխանում, հակապրոցես է ստանում, պայթուն է ստանում։ Տեսեք, երբ որ մեր կյանքում այդ խոսքը չի իրագործվում, տեսեք, առաջի բանը որն է մեր կյանքում, Աստծո կամքը, չէ՞։ Բայց եթե մենք հռչակում ենք Աստծո կամքը եւ Աստծո կամքը մեր կյանքում չի գործում, սիրելիներս, պայթուն է տեղի ունենում, խնդիր է մեր մեջ առաջանում, Աստծո մոտ ամեն ինչ նորմալ է։ Գիտես, հոսանք արտադրողը նորմալ է, բայց երբ որ դու նրան սխալ ես օգտագործում, ինքը քեզ խփում է։ Բայց տեսնում ենք մենք հոսանքով լուսավորված ենք, հոսանքի հաշվին ես քարոզում եմ, ու այսպես շարունակ մենք ավելի շատ բան կարանք ավելացնենք սրա հետ։ Սա է խնդիրը, երբ որ մենք այս խոսքը ասում ենք, ու այդ խոսքը չի համապատասխանում մեր կյանքի հետ, մեր կյանքում սկսում է բաներ կայծեր առաջանալ, ինչ որ բան չգնալ այնպես ինչպես որ մենք էինք ցանկանում կամ ուզում, որովհետև մեր ցանկանալը քիչ է դեռ։ Մենք մեզ պիտի դնենք համեմատենք Աստծո խոսքի հետ։ Արդյոք Աստծո խոսքը համապատասխանում է մեր կյանքին, արդյոք մենք հավատքի քայլեր ենք անում, արդյոք մենք հավատքի մեջ ենք։ Աստված ասում է, չեմ գալու քո դատարկախոսությունները լսելու, գալու եմ քո գործը տեսնելու, ինչ ես արել։ Շատ անգամ մենք գիտենք, որ եթե անցյալում ինչ-որ լավ բաներ են կարող այսօր դրանք դադարեցվել են, մի տեսակ մենք սկսում ենք անցյալով խոսենք, բայց Աստված ուզում է, որ մեր կյանքի ներկան խոսի, սիրելիներս, այսօր ինչ արել Աստված, այսօր հրաշալի վկայություն էր, ու ասեմ այդ հրաշալի վկայությունը գալիս է մարդու որոշումից, երբ որ մարդը որոշում է կայացնում, իր կյանք ամբողջությամբ տա Հիսուս Քրիստոսին։ Եվ այդ որոշումներն Աստված ասում է, մարդը ուզում է, ես այս մարդու նկատմամբ չեմ կարող հակառակ process-ն անեմ։ Ասում ամեն ինձ կանչողին ես չեմ մերժում։ Դու մի փոքր քայլ ես անում, Աստված մի քանի անգամ ավել։ Ասա որ մենք խնդրում ենք Տեր, տուր մեզ էս, բայց եկեք մի բան արձանագրենք մեր կյանքում, ու եկեք ճշմարիտ լինենք, ու իրոք ասենք Տեր, մենք ճիշտ էս բաներն ենք խնդրել, բայց դու մի բան ավել ես տվել մեզ։ Ու իրոք մի քանի անգամ ավել Աստված տվել է մեզ ու տալիս է։ Բայց եթե դրանք հակառակ process-ներն են, անընդհատ երկաթի դարպասների ես հանդիպում, անընդհատ փակուղիների ես հանդիպում, խնդիրը քո մեջ փնտրի, խնդիրը ուրիշի մեջ մի փնտրի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրեմն այսօրվա թեման աշխարհի հետ ընկերություն։ Հակոբոս 4:2-ից մինչև 5-րդ համարը։ Ցանկանում եք, բայց չունեք։ Սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Գիտես, հետաքրքիրը խայծը որտեղ է դրած, բանանին որտեղ է, չեք խնդրում։ Գիտես, երբ որ դու խնդրես, երբ որ խնդրում ես, ինստինկտյան քո մեջ գիտեք ինչ առաջանում, խոնարհություն։ Բայց երբ որ դու չես խնդրում, տեսեք, ասում է խնդրում ես, չի պատասխանվում, խոսում է սրտի դիրքի մասին։ Սա խոսում է այն բանի մասին, որ դու դրա մեջ լավ էլ տեղավորված ես։ Բայց երբ որ խնդրում ես, ինչ է կատարվում։ Խնդրում ենք, բայց չենք ստանում։ Տեսեք, կարող է խնդրես էլ, բայց չստանաս։ Հեսա պատասխանը կտեսնես, որովհետև չար ձևով ենք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Տեսեք, հանդիմանական ինչ վատ բան ասում, շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Տեսեք, այս ամեն ինչի պատասխանը
աշխարհի դեմ սիրահարված լինելն է։ Երբ որ մենք սիրում ենք աշխարհը, երբ որ մենք չենք կարողանում աշխարհից կտրվել, չենք կարողանում բաժանվել։ Իհարկե աշխարհը դա ոչ միայն ապրելակերպն ու կենցաղն է, այլ որ նրա մեղքի հետ դու սովորական հարաբերություն ու ընկերակցություն ունես։ Աստված դրա վրա է ուզում շեշտը դնի։ Դրա համար մենք պիտի հրաժարվենք, սիրելի եկեղեցի, նմանատիպ որոշումներից, նմանատիպ իրավիճակներից, որպեսզի Աստված թագավորություն հաստատի մեր սրտերի մեջ։ Ամեն։ Եկեք շարունակենք։ Արդ ով որ ուզում է աշխարհի հետ բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամին է դարձնում։ Նա ով որ ուզում է իր աշխարհը սիրել, ավտոմատ կերպով ինքը դառնում Աստծո թշնամին։ Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զուր տեղն է ասում, Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակված է ձեր մեջ։ Ով է ստեղծել մեզ։ Աստված։ Ինչ ես կարծում, ստեղծողը ինչ նախանձախնդրությամբ է վերաբերվում ստեղծվածի նկատմամբ, չէ՞։ Այսինքն նույն Աստված սպասում ունի, որ ամեն անգամ, որ դու կկայնես ու շնորհակալություն կհայտնես։ Դրա համար, եթե մենք Աստծո խոսքը ինչի համար է պատվիրանների մեջ ասում, պատվիր հորդ եւ մորդ։ Գիտես, երբ որ այս պատվիրան արանքից դուրս է գալի, մենք Աստծո գոյությունն էլ չենք գնահատելու, որովհետև ստեղծվածները միշտ քննադատելու են ստեղծողներին։ Թերևս մենք մեխանիզմ ենք Աստծո կողմից դրված, բայց սիրելիներս, գիտես կարևորը որն է, որ մենք սիրենք, հարգենք ու պատվենք, ու չքննադատենք, չխոսենք, չբամբասենք, այն ինչ որ իրանք չեն տվել, դու տուր քո երեխեքին, քո ժառանգությանը։ Ամեն։ Դրա համար սիրելիս, եկեք ընդհանրապես մի բան ունենանք, որովհետև Աստված ինչ ասում, ասում է զուր տեղը չի ասում։ Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրել է մեր մեջ։ Տեսեք, եթե քո ծնողը ինչ որ մեկի հետ վշտվել է, ինչ որ խնդիրներ ա ունեցել, ցավալի է, չէ՞, երբ որ երեխեն այդ տվյալ մարդուն, ով որ այդ ընտանիքի համար մեկ թշնամին է, բարեկամական ընկերակցություն անում։ Տեսեք ինչքան նեղվելու երևույթ է, չէ՞, երբ որ դու տեսնում ես, ասում ես, ախր ես իրա պատճառով եմ այդ հարևանի կամ ինչ որ անձնավորության հետ խնդիր ունեցել, բայց այսօր ես նրա հետ թշնամի եմ դարձել, ինքը արհամարում է ինձ։ Սիրելիս, նույն բանն է, մենք եթե աշխարհի հետ հաշտություն ենք կնքում, Հիսուսը հենց իմ ու քո մեղքերի պատճառով եկավ այս աշխարհ, որպեսզի գնի, որ ես ու դու կյանք ունենանք, ուրեմն ինչի համար սատանայի հետ էլ ընկերակցություններ ունենանք, որովհետև խոսքը ասում է մի սիրեք այս աշխարհը եւ այն ինչ որ բնակված է այդ աշխարհի մեջ։ Մենք հեսա կանցնենք այդ տեղերով ու կտեսնենք, թե իրականում Աստված ինչի մասին է խոսում։ Ամեն։ Առաջի Հովհաննես 2-րդ գլխի 15-ից 17 համարները, սիրելիներս, ասում է մի սիրեք այս աշխարհը եւ ոչ էլ այն ինչ որ աշխարհի մեջ է։ Միթե Աստված այս բնությանը, գեղեցկությանը, ծովերը, անտառների մասին է խոսում։ Բնավ, դրա մասին չի խոսում։ Ասում է, եթե մեկը աշխարհը սիրում է, հոր սերը նրա մեջ չէ։ Շատ անգամ մենք ասում ենք, Տեր, մենք քեզ սիրում ենք բառացիորեն։ Գիտես, անցած ծառայությանը Վաչիկ եղբայրը շատ լավ օրինակ բերեց լսող հնազանդվող երեխայի մասին։ Այն երեխան, որ հնազանդվում է, լսում է, կատարում է հոր կամքը, ցանկությունը, Աստված եւ մարդ չի կարող այդ երեխու նկատմամբ անտարբեր լինի։ Շատ անգամ մեր եկեղեցում էլ ծառայողների կյանքում, երբ որ գերբնական բաներ են տեղի ունենում, ասում են, լսարանն է, ես ոնց sense առաջ ընկավ։ Դա իմ ձեռի գործը չի, Աստծո գործն է, սենես։ Եվ Աստված մեզ անհանգիստ անում, ասում է, իրա նկատմամբ ուշադրություն դարձրու, որովհետև
Տիրոջ խոսքը ինչ ասում, սա այն որդին, դրան լսեցեք։ Շատ անգամ, երբ որ մենք մտնում ենք որդիական կոչման մեջ, Աստված ուշադրություն է ուզում դարձնի քո նկատմամբ, որ քո խոսքը հեղինակություն ունենա, որ լսեն մարդիկ քեզ եւ կատարեն այն ինչ որ Աստված ուզում է։ Դրա համար սերներս այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ մենք Աստծո ստեղծագործությունն ենք եւ Աստծո ստեղծագործությունը միշտ նախանձավոր է իր շնորհքների համար, ամեն մեկիս համար, ինչ պատվիրում է։ Դրա համար է խոսում, ասում է՝ մի սիրեք այս աշխարհը եւ այս աշխարհի մեջինը։ Գիտեք, մենք գիտենք այսօր ինչա կատարվում աշխարհում։ Պատերազմներ։ Գիտեք, ես ձեզ մի հատ բան ասեմ, ցանկացած պատերազմ, որ եղել այս երկրի վրա, ոչ մի պատերազմ չի եղել ինչ որ ելանելության վիճակից, այսինքն այլընտրանք չկար դուրս եկանք պատերազմելու։ Բոլոր պատերազմները ստեղծվել են ինչ որ շահից ելնելով։ Ինչ որ մեկը իր շահը գերադասել է, ինքը վստահել է իր ուժին, իր կարողությանը ու դուրս եկել ինչ որ պետության դեմ ինչ որ պատերազմներ է։ Եթե ասենք մի քիչ ավելի խորը ժամանակներ գնանք, այն ժամանակ մարդիկ ձևավորվում էին, քաղաքակրթություն էին, բայց այնուամենայնիվ պատերազմ հասկացողությունը բոլորը գալիս է սատանայից շնչավոր եւ դիվական։ Դրա համար սիրելիներս մենք պիտի հասկանանք, որ իրականում Աստված մեզանից ինչ է պահանջում։ Գնանք առաջ։ Եթե մեկն աշխարհը սիրում է, հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը հորից չէ։ Աչքի ցանկություն, չէ՞։ Արդեն կամած մենք հասկանում ենք խնդիրը ինչու՞մ է կայանում։ Աշխարհը սիրողների մեջ արդեն ոչ ոք նրան չի ասում։ Տեսեք, երբ որ մարդը տեսնում է, տեսողությունից հետո է մարդու մեջ ցանկություն առաջանում։ Ասում է տեսավ ու խնդիրը գիտեք որտեղ էր։ Միջև ինքը չճաշակեց, մեղք այդպես էլ տեղ չեր ունենում, բայց տեսնելն առաջի բանը, որ մենք պիտի այդ տեսողության վրա Տիրոջ պաշտպանություն ամեն անգամ մենք խնդրենք։ Բայց եթե Տիրոջ կամքը կա մեր կյանքում, մենք անկախ ամեն ինչից դրա վրայով կանցնենք։ Գիտես ինչ է նշանակում սիրահարվել Հիսուս Քրիստոսի վրա։ Երբ որ դու սիրահարվում ես Հիսուսի վրա, քո աչքը ոչ մի բան չի գալիս։ Երբ որ դու սիրահարված ես լինում, նույնիսկ սովն ես կարողանում հաղթահարել։ Երբ որ դու սիրահարված ես լինում, դու ուզում ես իր առջև բացես քո սրտի ողջ դռները, որպեսզի ինքը թափանցի։ Սա այս process-ը մինչև մեր կյանքում չի տեղի ունենում։ Մեր աստվածպաշտությունը դառնում է 0։ Ես դաժե մի քիչ ուզում եի ավելի մեղմ վերաբերվեմ, բայց դուք ավելի լավ դատեցիք 0, այո, համամիտ եմ։ Ամբարտավանությունը, ինչ ամբարտավանություն։ Ամբարտավան զավակը, հպարտ, անհնազանդ, հանդուգն, ինքնահավան, ինքը ամեն ինչ գիտի, իրանից կարելի ամեն ինչ սովորել, բայց ինքը ոչ մի բանից չսովորել։ Սա կեղծ ասված պաշտություն է, սիրելիներս, սա կեղծիք է, որ նստած է մեր մեջ։ Մենք ապաշխարենք այս ամբարտավանությունից, ամեն։ Թե աշխարհն է անցնում, թե նրա ցանկությունը, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան։ Աշխարհ էլ կանցնի, ամեն բան էլ կանցնի, տեսեք ինչ հետաքրքիր է, չէ, երբ որ խոսքը հետաքրքիր ձևով ասում։ Լավ, ես այդտեղ ավելի մի քիչ խորքից գամ, ասում եմ, եթե մեկ աշխարհը սիրում է, հոր սերը նրա մեջ չէ, որովհետև ամենը,
ինչ աշխարհի մեջ է մարմնի ու աչքի ցանկություն է եւ այս կյանքի ամբարտավանությունը հորից չէ, այլ աշխարհքից։ Տեսեք ինչ կետերի մասին ասում, որ ինչը Աստծուց էր, ինչը Աստծուց չէր։ Թե աշխարհքն անցնում, թե նրա ցանկությունը, բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան։ Այսինքն, սիրելիներս, մենք տեսնում ենք, այս ամեն ինչի հետևից գնալով դու ոչ մի արդյունք չես ստանում, բայց Աստծո խոսքին հետևելը, Աստծո կամքին հետևելը, երկիր էլ կանցնի, երկինք էլ կանցնի, երկրաշարժեր կլինեն, պատերազմներ կլինեն, պատերազմների լուրեր կլինեն, ցավեր կլինեն, ցավերը կտեսնենք, դա քո վրա չի ազդելու, որովհետև Աստված անցակացնելու քեզ այդ դժվարություն, որովհետև ասում է այդ ամենը պահողը Աստված անցակացնելու, ամեն, ուրեմն սիրելիներս, մեր ներդրումը պիտի դնենք Աստծո վրա, մեր ամեն ինչից պիտի հրաժարվենք, որպեսզի Աստված ամբողջությամբ գա մեր կյանքի մեջ, որ ինչ էլ որ այսօր կատարվում է, Աստված նայ ասի, ես մարդը իմ կամքը կատարում է, ես նրա նկատմամբ հատուկ նպատակ ունեմ, ամեն, Փառք Տիրոջը, գնանք առաջ, Գաղատացի 5-րդ գլխի 24-ից 26 խոսքերը, նրանք ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինները խաչը հանեցին, նրանք ովքեր ասում է, որ Քրիստոսինն են, իրանց մարմինները խաչը հանեցին, կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Եթե հոգով ենք ապրում, հոգով էլ վարվենք, սնապարծ չլինենք, միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։ Հասկանալի է ինչ է ուզում Աստված ասես խոսքերի մեջ։ Նրանք ովքեր որ Քրիստոսիններն են, նրանք իրանց մարմինները, սիրելիներս, միջև մենք Քրիստոսի վրա չսիրահարվենք, հավատացեք, ոչ մի կիրք, ոչ մի ցանկություն, ոչ մի կյանքի ամբարտավանություն, ամբարշտություն մեր սրտերից դուրս չի գալու։ Մենք ունենք մի ճանապարհ Հիսուսի վրա սիրահարվելու, սիրելու նրան, նրա կամքի մեջ լինելու, որպեսզի իր խոսքը դառնա մեր կյանքի մեջ առաջնայինը։ Երբ որ նա դառնում է քո կյանքի առաջնայինը, էլ արդեն քո աչքի առաջ ոչինչ չի գալիս։ Ամեն։ Հռոմեացիների մեջ Պողոս առաքյալը 8:13-ում ասում է, որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք։ Ինչ հրաշալի է, չէ՞ ասում։ Եթե մարմնի պես ապրեք, բայց եթե հոգով սպանեք մարմնի գործերը, հոգին ինչ նկատի ունի։ Այսինքն մեզ մոտեցնում է Սուրբ Հոգուն, սիրելիներս։ Մեզ մոտեցնում է, որ մենք Սուրբ Հոգու հետ կարողանանք ընկերակցություն անենք, նույնը ինչ որ մենք Հիսուսի նկատմամբ ունենք, հայտարարություն անելու, նույնը ունենք Սուրբ Հոգու նկատմամբ։ Մենք չպետք է տարանջատենք այս ամեն ինչը, որովհետև Սուրբ Հոգին է մեզ հասնում մեր տկարությունների մեջ Կորինթացիների նամակում գրում է։ Ասում է մենք չգիտենք ինչ պիտի աղոթենք, բայց ինքը Հոգին բարեխոսություն անում, անբարբար հառաչանքով, սուրբերի համար, ում համար, սուրբերի համար այդ բարեխոսությունը, երբ որ դժվարությունը գալիս է, Աստված մեր ներսից սկսում անհանգստացնել մեզ, եւ մենք սկսում ենք տարբեր հառաչանքներ ներկայացնել, տարբեր լեզուներով աղոթք անել, բայց մենք դա չենք հասկանում, շատերը տարբեր ձևով են մեկնաբանում Սուրբ Հոգու պարգևները, բայց այստեղը երբ որ իրանք կարողանան հասկանան, որ այդ անբարբար հառաչանքները դա այնպիսի աղոթք է, որ միայն Հոգու ղեկավարը գիտի, թե ինչ է մարդը ուզում։ Մենք շատ անգամ ասում ենք, մենք միջև չխնդրած Աստված գիտի, այո, բայց մի հատ կոդ է դրե մեր ներսում, այդ Սուրբ Հոգու, որ սատանան դա չի հասկանում։
ու մենք հառաչում ենք, աղոթում ենք, ու այդ աղոթքը Տերն է հասկանում։ Եվ մենք տեսնում ենք մի քանի րոպե հետո լուծումը ստացվեց։ Ուրեմն սիրելիներս, մենք պիտի մարմնի եւ հոգու մտքի նորոգումը կատարենք Աստծո Սուրբ Հոգում։ Ինչի ասում մարմնի, հոգու եւ մտքի։ Մեր մտքերն էլ պիտի նորոգված լինեն։ Գիտես, շնչի եւ մտքի նորոգումը Սուրբ Հոգի կատարումը, գիտես այն ժամանակ, երբ որ դու Աստծո հետ հարաբերության ու լավ կապերի մեջ ես։ Միտքդ էլ պիտի նորոգես, խոսքով լցնես, ոչ թե տեսեք խոսում է աչքի ցանկություն, մտքի ցանկություն ու սրանք առաջացնում են, չէ՞։ Տեսեք, մարդը տեսնում է, ասում է սրանից եմ ուզում։ Կախարդությունը մարդու կյանքում անեցքը տեսողությունից է գալիս։ Ես այս մեքենայից եմ ուզում, ես սրանից եմ ուզում, հենց էս եմ ուզում։ Այ մարդ, բայց դա քո մեքենան չի կամ քո տունը չի դա։ Չի ասում է ես էս եմ ուզում։ Սա արդեն կախարդության պես մի բան է։ Համենայն դեպս սիրելիներս, հարցը գիտեք որն է, որ մենք կարողանանք մեր միտքը մաքրել, մեր շունչը մաքրել, նույնպես Սուրբ Հոգով լցնել։ Ամեն։ Տեսեք, Եզեկիելի 14-րդ գլխի 4-ից 6 համարներում ասում է. «Ուստի խոսիր նրանց հետ եւ ասա նրանց, այսպես է ասում Տեր Աստված»։ Մարգարեին Աստված ասում է, ժողովրդին ասա, այսպես է ասում Աստված. Իսրայելի տնից ամեն մի մարդու, այսինքն մեր այսօրվա եկեղեցու ամեն մի մարդու, Աստված ասում է, որ իր կուրքերն իր սրտումը բարձրացել է եւ իր անօրենության գայթակղությունը իր դեմքի առաջ է դրել եւ մարգարեի մոտ է գալիս, ես Տերս նրան, որ գալիս է, պատասխան պիտի տամ ըստ նրա կուրքերի շատության, որպեսի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձ օտարացել են, իրանց բոլոր կուրքերովը։ Այսինքն Աստված տեսնում է, որ այս մարդկանց սրտերը կենտրոնացել են ավելի առարկայական բաների վրա, քան կենդանի Աստծո վրա, որովհետև այս ազգներ, որը որ Աստված ուխտ կատարեց։ Իսկ դու գիտես, որ մենք նույն մարդիկն ենք, ովքեր որ ուխտ ունենք Տիրոջ հետ։ Ինչ է քեզ թվում Եզեկիելի ժամանակներում Հիսուսից 600 տարի առաջ այս մարգարեությունը այսօր մեզ չի վերաբերվում։ Այս նույն մեսիջը մեզ էլ է ահազանգվում, որ մենք ահազանգվենք այս խոսքերով, որ նույնպես մենք մեր սրտերը քննելով մենք մեզ բացահայտում ենք, թե ինչի մեջ ենք մենք հայտնվել։ Եվ այդ ամեն ինչ Աստված տեսնում է ու մարգարեին ուղարկում, ասում է, ասա իմ ժողովրդին, ամեն տան անդամին, այսինքն տան իշխանի հետ է կապված։ Երբ որ տան իշխանը հասկանում է, թե սովորաբար տան լիդերն է, չէ, ուղղություններ տանում։ Եթե տան առաջնորդը լավ ուղղությամբ է տանում, տունը ընտանիք օրհնված է։ Իսկ այն տան անդամը, ով որ պատասխանատվությունը նրա ուսերին է սխալ ուղղությամբ է գնում, այդ ընտանիքը սխալ ուղղությամբ է գնում։ Տեսեք, Երիքովի ժամանակ, երբ որ Աստված ասեց Քանանի երկիրը պիտի տամ, ասեց ամեն Իսրայելի ցեղերի առաջնորդները ուր գնան։ Երիքով ինչ անելու, լրտեսելու։ Տեսեք, ամեն առաջնորդ 12 ցեղը գնաց լրտեսելու։ Գիտես, բոլորը եկան ինչ պատասխանով։ Բոլորը եկան ասին, իրանք շատ մեծ են, հզոր են։ Կարողությունները նրանց, մենք չենք կարող հաղթել։ Հեսուն եւ Քաղեբն ասեցին, ամեն ինչ նորմալ է։ Գիտեք խի, որովհետև Հեսուն եւ Քաղեբը բացի են, որ լրտեսության ժամանակ հասկացան, երբ որ Տերը իրանց ուղարկում է այնտեղը, որտեղ լրտեսություն անել,
Իրանք լավ էին հասկանում, որ Աստված ինչ է ուզում սովորացնի դրա մեջ։ Տեսեք, այդ 10 ցեղը համարյա թե 10 ցեղն էլ կործանման եզրին կայնեց, որովհետև նրանց պատճառով չմտան Քանանի երկիրը։ Ինչն էր պատճառը։ Իրանց ֆիզիկական երևույթին հետևության պատճառով, որովհետև աշխարհը կար իրանց մեջ եւ այդ աշխարհը թույլ չէր տալիս, որ իրանք տեսնեին հոգեվոր։ Չէին հասկանում, եթե Աստված ասում է Մովսեսի միջոցով, գնացեք այդ քաղաքը լրտեսեք, սրանք գնում են իրականում լրտեսելու, չէին գնում սովորելու, որովհետև գնացող սովորողը գիտես ինչ կասեր, եթե Տերն ասել է, եկեք գնանք լատենանք ինչ կա, այդ ոնց եղավ որ Հեսուի Քաղեբի մեջ բան փոխեց, այն 10-ի մեջ ոչինչ չփոխվեց։ Մենք տեսնում ենք, որ այդ 10-ի մեջ աշխարհը թագավորված էր, այն երկուսը Աստծո տեսիլքով գնացին ու հաջողություն ունեցան։ Սիրելիներս, մեր կյանքը նույնպես է։ Նույնպես ինչպես որ Եզեկիելն ասում, ձեր սրտի կուռքերը, այսինքն դուք այնպիսի բան եք ստեղծել, որ սկսել եք դրան երկրպագել։ Սկսում ենք կամած Աստծուց նեղանալ, եկեղեցի գալուց նեղանալ, չգիտեմ ինչ որ պատճառներ դնել։ Շատերը կասեն, դե մեր սրտի համեմատ չեն խոսում, մեր ուսածով, լսի մենք Աստծո կամքով ենք խոսում։ Եկեք մեր սրտի կուռքին ուշադրություն դարձնենք, ով է մեր սրտում տիրում, աշխարհը, թե Աստված։ Որպես աշխարհային ընկերակցության պես մի հատ վերնագիր նյութապաշտություն։ Տեսեք, սրանք մտնում են նույնպես աշխարհի հետ ընկերակցություն։ Նյութապաշտություն, առաջի Տիմոթեոս 6-րդ գլխի 17-ից 19 համարները ասում է. այս աշխարհի արուստներին պատվիրիր, որ չմեծամտանան, եւ ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա։ Շատ անգամ մարդիկ իրանց հույսը դնում են իրանց կարողության վրա, իրանց հարստության վրա, իրանց մեծ ֆինանսների ու բիզնեսների վրա։ Տեսեք, Պողոս առաքյալը ուղերձ է ուղարկում Տիմոթեոսին, այս աշխարհի հարուստներին է ուղարկում, այս ուղերձը, պատվիրիր, որ չմեծամտանան եւ ոչ էլ հույսը դնեն ունայն, այսինքն ունայնը գիտեք ինչ է, որ փուչ է, դատարկություն է, այդ հարստության վրա, այլ Աստծո վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ, թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն եւ ուրիշներին բաժին հանեն իրենց ունեցածից։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։ Տեսեք, բարեգործությունը դա սկիզբն է Աստծո ճանաչողության մեջ։ Աշխարհային հարուստներին Պողոս առաքյալն ասում է, այսպիսի բան են պատվիրում, ոչ թե դնեք հույսները ձեր ֆինանսների վրա, կարողության վրա, միգուցե ֆիզիկապես դու կարող ես ինչ-որ բան անել, նույնիսկ ասում է դրա վրա մի դնի հույսդ, այլ որ այդ քո բարեպաշտությունդ մարդկանց նկատմամբ ուշադրությունդ աղքատին, տեսեք, ասում է, ուրիշ համարի մեջ ասում է, քո նման մարմին ունեցողից երեսդ մի թաքցրու։ Հեսա մի հատ շատ ընտիր տեղ կա, մենք այդ տեղը անպայման կկարդանք, բայց Ղուկաս ավետարանի մեջ 12-րդ գլխի 15-ից 21-րդ համարում ասում է. Եվ նրանց ասեք, տեսեք, զգուշացեք ագահությունից։ Հիսուսը նախազգուշացնում է։ Մարդիկ կան սիրելիներս, որ նույնպես էլ եկեղեցում սենց ագահությամբ են զբաղվում։
Ես էլ ունենամ, ես էլ ունենամ, ես էլ ունենամ, ես էլ ունենամ։ Լսի, այս կյանքը այնքան լիքն է գայթակղություններով, ինչքան էլ որ ուզենաս, ունենաս, հայլ կուզես ունենաս։ Բայց Աստծո խոսքը ասում է, զգուշացնում եմ ագահությունից։ Ինչ ագահության մասին է խոսքը։ Մի հետաքրքիր պատմություն է պատմում Հիսուս ասում, որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ։ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. մի հարուստ մարդ կար, արտն առատ պտուղ տվեց։ Նա ինքը իր մեջ մտածում էր ու ասում. ինչ անեմ, տեղ չունեմ, որովհետև բերքը շատ էր այդ տարվա։ Տեղ չունեմ, որ իմ պտուղները այնտեղ հավաքեմ, եւ ասաց. այս կանեմ, իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ, եւ իմ ամբողջ բերքն ու բարիքները այնտեղ ինչ կանեմ, կամբարեմ, կհավաքեմ։ Եվ ինքս ինձ կասեմ, ով մարդ, այսինքն այդ հպարտությունը միայն խոսում է այդպիսի մարդիկ, ով մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգստացիր, կեր, խմիր, զվարճացիր, բայց Աստված նրան ասաց, անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու, նույնպես է, նաև նա, ով որ իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստված չէ հարուստ։ Ստեղ մի քիչ թարգմանության Աստծով չի հարստանում, այո, հա, չէ, իմ մոտ այդ թարգմանությունն է, նույնպես նաև նա, որ իր անձը գանձ չէ դիզում, բայց Աստծով չէ հարուստ։ Այսինքն, երբ որ մարդու կյանքը Աստծով չի հարստացած, նրա այդ տարվա բերքը, բարիքները ոչինչ չի տա։ Այդ արդյունքը անիմաստ է։ Դրա համար այսօր ամբողջ աշխարհը կենտրոնացած է ֆինանսի վրա անընդհատ, բայց եկեք տեսեք ինչ հետաքրքիր զուգահեռ անում, որ մենք հարստացած պիտի լինենք Աստծով։ Եթե Աստված քո կյանքում կա, ամեն բան կա։ Եթե Աստված չկա, նույնիսկ եթե ինչ որ բաներ կան, ֆիզիկական երևույթով, ոչինչ չկա քո կյանքում։ Ամեն։ Առակացի մեջ 21-րդ գլխի 13-ից 15-ում ասում է. ով որ աղքատի աղաղակին դեմ խցկի իրականջը, այսինքն փակի, ինքն էլ կկանչի եւ պատասխանող չի գտնիլ։ Ուրեմն սիրելիս, եթե ինչ որ մեկը կարիքի մեջ է ու խնդիր ունի ու դու նրան արհամարում ես, մի օր էլ դու ես աղաղակելու ու ոչ ոք չի լսելու, խոսքն ասում, ու որպեսզի մենք այսպիսի բան չունենանք մեր կյանքում, մեր ականջները բաց լինի, ով ինչի անում, ինչ հնարավորություն ունես, քեզ ոչ ոք չի ասում, տուր այն ինչ որ չունես, տուր այն ինչ որ երկուսն ունես, խոսքն ինչ ասում, մեկը տուր, եթե ունես երկուսը, եթե քեզանից շապիկը տեն ուզում, վերարկուտ էլ տուր, որովհետև ասում է կյանքն ավելին է, քան ինչը, նյութական ինչ որ բաներ, սերնես, հաստատ Աստված կլցնի մեր կյանքես ամեն ինչով։ Ուրեմն մենք պիտի մեր շեշտը դնենք Տիրոջ վրա։ Բայց դու ով մարդ, Աստծուց փախիր, դրանից եւ հետևիր արդարությանը եւ աստվածապաշտությանը, հավատին սիրուն, համբերությանը ու հեզությանը, հավատի բարի պատերազմը մղիր, նվաճիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր եւ բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։ Սա Տիմոթեոսի խոսքն էր, որ Տիմոթեոսին ուղարկում է Պողոս առաքյալը։ Այսինքն մենք պիտի ունենանք բարի համբավ, բայց եւ այդ բարի համբավը դրան միջև հասնելը պատերազմել է պետք։ Ում դեմ։ Ինքներս մեզ դեմ, որ կարողանանք լսենք, տեսնենք, լսելն էլ է, գիտես, պարգև։
տեսնելն էլ է պարգև։ Եթե դու այսօր տեսնում ես կամ լսում ես, ուրեմն այդ Աստված քեզ լսել է տալիս։ Դրա մեջ Աստված ուզում է, որ դու ներդրում անես, որովհետև դու չգիտես այդ ներդրումից հետո ինչ դռներ է քո առջև բացվելու։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, մենք պիտի հասկանանք, որ ինչ է կախված մեր գլխին։ Ամեն։ Որովհետև, տեսեք, այս երկրորդ բանը, որ ես խոսում եմ, սա բարեպաշտությունն է։ Բարեպաշտությունը ավելի լավ է, քան փողը։ Եվ առակացի այս խոսքերը, եւ Տիմոթեոսի այս խոսքերը, եւ վերջի տեղն եմ ուզում կարդամ, որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով ոմանք հավատքից մոլորվեցին ու իրենց բազում ցավեր պատճառեցին։ Տեսեք, այդ ցավերը որտեղից եկավ։ Արծաթասիրությունից, ասում ամեն չարիքի սկիզբը դա արծաթասիրությունն է։ Երբ որ մարդը նյութապաշտ է, հիվանդություններն էլ են մարդու կյանքում բացահայտվում է, որ գալիս են հենց այդ արծաթասիրությունից։ Ես ուղղակի ուզում եմ քեզ մի հատ ուղերձ տամ, սիրելի եկեղեցի։ Եկեք, որ նստած ենք, խորապես մի հատ սենց հարցում անենք, Տեր, ինչ կա իմ սրտում, ինչ դիրքի մեջ եմ եւ ուր եմ գնում այսպես։ Երբ որ այս հարցը մենք մեզ տանք, Աստված ես գիտեմ, որ մեր սրտերի մեջ ցույց կտային ինչ դիրքի մեջ որ մենք ենք եւ որն է հաջորդը։ Շարունակենք այսպես անհաջողակ լինել, շարունակենք անընդհատ խփել նույն տեղը, թե Աստված փոխի մեր կյանքից շատ լուրջ հարցեր բերի բժշկելու։ Ամեն։ Բայց դու ով մարդ Աստծուց փախիր, նրանցից եւ հետևիր արդարությանը, աստվածապաշտությանը, հավատին սիրուն, համբերությանը, հեզությանը, հավատի բարի պատերազմ մղիր, նվաճիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր, բազում վկաների առաջ, բարի դավանանքը դավանեցիր։ Տեսեք, ասում է, պատերազմեցիր, միջև չպատերազմես, ոչ ոք քո հաջողությունը, քո ձեռքը չի տա։ Ամեն ինչի համար դու պիտի, այս աշխարհը նենց է ձևավորված, որ ամեն ինչին լավագույնին հասնելու համար պիտի պատերազմես, պիտի ջանք թափես, որպեսզի հասնես, որովհետև սատանան չի թողնում, որ քրիստոնյաները բարեկեցիկ կյանք ունենան։ Սատանան ուզում ամեն բան անի, որպեսզի գողանա քեզանից ինչ որ մի բան, որ քո սրտի մեջ սկսի տրտմություն, սկսես Աստծո դեմ դու զգաս եւ Աստծո դեմ խոսք խոսաս։ Դրա համար սիրելիներս, այսօր մենք պիտի իրականում խոնարհվենք Աստծո առաջ եւ մեր սրտերը իրականում քննենք, ասենք Տեր Աստված, մենք ուզում ենք, որ իրոք սիրահարվենք քո վրա։ Երբ որ մենք սիրահարվում ենք Տիրոջ վրա, Աստված ամեն բան կտա, բայց երբ որ մենք հակառակ ուղղությամբ ենք գնում ենք այն նախատեսված հակառակ process-ով, որ իրականում Աստված դա չէր ուզում, վերջը վախճան է լինելու։ Կմտածես դու քո ամբարները լիքն է, ամեն ինչ կա, գրեթե ոչինչով ես պակաս չեմ, բայց դու չգիտես, ասում է, ով հիմար, դու չգիտես, որ այս գիշեր քո հոգիդ կվերցնվի։ Ինչ գիտենք մեր կյանքի ավարտը երբ է եւ որ փուլի մեջ է։ Բայց ասում է, երանի նրան, երբ որ կգա ու կտեսնի այն ծառան, որ անում է այն ինչ որ Տերն էր անում։ Ուրեմն մենք Տի Հիսուսին նմանվենք, սիրելի եկեղեցի, եւ միշտ բարեգործության եւ պարկեշտության մեջ լինենք եւ այն աշխարհային ընկերակցությունները
Տեսեք Կորինթացիների մեջ Պողոս Արաքյանն ասում է չար ընկերակցությունը։ Սա էլ է նույնպես աշխարհի հետ ընկերակցություն, բարի վարքը ապականում է։ Մարդը լավ էր վազում, Գաղատացիներին Պողոսը գրում ասում է լավ էիք վազում, ով կախարդեց ձեզ։ Ոչ ոք, աշխարհը հենց ինքը լցված է կախարդություններով։ Այն կախարդություններով, որ դու անընդհատ վազում ես, անընդհատ ձգտում ես, անընդհատ ուզում ես, մենք գնում ենք, բայց չենք հասնում։ Ասա որ երբ որ Տիրոջ հետևից ենք գնում, ինչ հաջողություններով ենք պսակվում։ Մենք պիտի հասկանանք, որ սատանան միշտ մեզ պիտի խաբի, կախարդի։ Դրա համար Գաղատացիների եկեղեցին նույն կախարդանքի հետևից էր ընկած։ Ով կախարդեց ձեզ, լավ էիք վազում, ինչը խանգարեց։ Այսինքն, երբ որ մարդը գալիս է Տիրոջ հետ հանդիպում է ունենում, սատանան ձեռը ծալած չի նստում։ Նա ամեն բան անում է, որպեսզի քեզ այդ կյանքից տեղափոխի ուրիշ բան, սկսում առաջարկներ անել։ Դու էլ մտածում ես, Աստված ասում, որովհետև Աստված ճանաչողությունը դա հատուկ պարգև է, որ դու պիտի ունենաս եւ պիտի հասկանաս ով է քեզ առաջարկում։ Ու դու վազում ես ու այդպես էլ չես հասնում այն ինչին, ինչը որ պիտի հասնեիր, որովհետև իր գայթակղությունները մի շատ, բայց անհասանելի։ Իսկ մի փոքր քայլ Աստված մեզ տալիս այն ամենը, ինչ որ պետքա տրվի եւ ինչ որ մենք այսօր ունենք։ Ես ունեմ Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն ամեն ինչ ունեմ։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի, թող փառաբանությունը բարձրանա։ Մի սիրեք այս աշխարհը եւ այն ինչ որ այս աշխարհի մեջ է։